Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Western Armenia շաբաթաթերթի 127-րդ թիվը ազգային հիշողության խորհրդանիշով, ալլրելի Գոմիդաս վարդապետի հետքերով, շարք մի երկիրներ ԱՄՆ-ի խնդրած են 2-3 օրով հետաձգել Իրանի դեմ հարվածները, Թրամփ, Փարիզի քաղաքապետարանի մուտքին մոտ պիտի դեղատրվին Բաքվի հայ գերիներու լուսանգարները, լույս տեսած է Արմինե Տիգրանյանի ուսումնասիրությունը, ԱՄՆ-ի կոնգրեսի օրենքի նախագիծը կպարտավորեցնե Բաքուն պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը։ Իսրայելյան հարվածներուն հետևանքով մարտեն ի վեր զոհված է ավելի քան 3000 մարդ, ազգային դարազի դոնը ախալկալակի մեջ։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 127-րդ թիվը, որուն շաբիկը գզարտար է Երևանի տարածքին պահպանված 1188 թվականի հայկական պատմական թուրը որպես հայկական մշակութային ժառանգության եւ պատմական շարունակականության խորհրդանիշ։ Շաբաթաթերթի այս թիվը հերթական անգամ ընթերցողին կներկայացնի ազգային հիշողության, պատմամշակութային արժեքներու պահպանման եւ հայկական ինքնության կարեւորության մասին նյութեր։ Շաբիկին պատկերված միջնադարյան հայկական թուրը ոչ միայն ջարդարապետական բացառիկ արժեք ունի, այլև կխորհրդանշի թարերու խորքերեն եկող հայկական ոգին, որ կշարունակե ապրիլ ու պահպանվել նաեւ այսօր։ Շաբաթաթերթը շարունակաբար կանդրադառնա հայկական պատմության, մշակույթի, ազգային իրավունքներու եւ հայրենական ժառանգության պահպանման հարցերուն, դառնալով ազգային ու մշակութային խոսքի կարևոր հարթակ։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի եւ քրագանության մեծերը ազգային հպարտության հիմքն են, տարերով ձևավորելով հայ ինքնությունը եւ արժանապատվության գիտակցությունը։ Անոց շարքին Գոմիդաս վարդապետը առանձնահատուկ տեղ ունի որպես հայ երաժշտության մեծ վարպետ եւ համազգային արժեք։ Վերջերս լույս տեսած Գոմիդաս Հադորը կներկայացնե Գոմիդասի կյանքի կարևոր էջերը, նամակները, հոդվածները, բանաստեղծությունները եւ անոր մասին արժեքավոր վկայությունները։ Հադորին մեջտեղ կդածեն նաեւ Աճարյանի, Շահան Շահնուրի, Չարենցի, Շիրազի եւ այլ հայ քրական մեծերու գնահատականներն ու ստեղծագործական անդրադարձները։ Գիրքը ունի պատմական եւ մշակութային մեծ արժեք, ընթերցողին փոխանցելով հայ ըլլալու, հայերեն գարտալու եւ ազգային ժառանգության հաղորդագից դառնալու հպարտություն։ Գոմիդասը այստեղ ներկայացված է որպես հայ ժողովրդի ցավի, ստեղծագործ ոգի եւ հոգեվոր ուժի խորհրդանիշ։ Այսպիսի աշխատությունները կարևոր դեր ունին հայաբահբանության մեջ, ընդգծելով լեզվի, մշակույթի եւ ազգային մեծերու հիշողության փոխանցման պատասխանատվությունը սերունդներուն։ Կատարը, Սևոդական Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլ երկիրներ խնդրած են ԱՄՆ-ին 2-3 օրով հետաձգել Իրանի դեմ հարվածները, նկատի ունենալով, որ համաձայնությունը մոտ է։ Այս մասին հայտնած է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մեջ։ Ան նշած է, որ եթե Իրանը չստանա միջուկային զենք եւ գոմերը կողելան, կարելի է հասնել համաձայնության։ ԱՄՆ-ն նաեւ դեղեկացուցած է Իսրայելին եւ դարաշրջանի երկիրներուն որոշման մասին։ Համերաշխության դրսևորման նպատակով Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նկաչյան հայտարարած է, որ Փարիզի քաղաքապետարանը որոշած է քաղաքապետարանի մուտքին մոտ տեղադրել Բաքվի մեջ պահվող հայ գերիներու լուսանգարները։ Այս մասին իր թիմադետրի էջին մեջ տեղեկացուցած է Կիպրահայ Հակոբ Կազանջյան։ Սույն ուսումնասիրությամբ հեղինակը անդրադարձած է 2020-2025 թվականներու Բաքվի սանձազերծած պատերազմներուն, ցեղային զտման եւ ռասայական խտրականության հետևանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման եւ յուրացման քաղաքականության, ինչպես նաեւ մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության գործիքակազմին։ Մենակրության մեջ կգտնվին զինված հագամարտություններու ժամանակ մշակութային արժեքներու պաշտպանության միջազգային համակարգը, Բաքվի գոմե 44 օրյա պատերազմի ընթացքին եւ անգե հետ Արցախի հայկական մշակութային ժառանգության միջազգային սկզբունքներու դիտանկյունեն աբորինի թիրախավորման դեպքերը, անոր ոչնչացման եւ յուրացման միջոցները։ Կներկայացվին մշակութային արժեքներու պաշտպանության միջազգային կանոնակարգերը, իրավական եւ մարդասիրական գործիքակազմը, ի պաշտպանություն Բաքվի գոմե վանդալիզմի ենթարկված Արցախի հայկական մշակութային ժառանգության։ Ակադեմիական հոդվածներու, գիրքերու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԳ-ի, ICOMOS-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բանաձևերու, Հռոմի կանոնադրության, դեսական եւ իրավական համապատասխան փաստաթուղթերու ուսումնասիրությունը կարելիություն տված է գտնելու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղիները, համամարտկային արժեքներու պահպանության կարեւորության, քաղաքական իրավիճակեն անկախ միջազգային մարդասիրական իրավունքի գործադրման եւ մշակույթի իրավունքի հարկանքի ծիրին մեջ։ Նախադեсված է մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնակիցներու, պետական կառույցներու, գիտական հաստատություններու, ուսանողներու եւ արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանությամբ ու պահպանությամբ մտահող ընթերցողներու լայն շրջանագին համար։ ԱՄՆ-ի կոնգրեսը բարտավորեցուցած է Բաքուն պահպանելու Լեռնային Արցախի մշակութային ժառանգությունը եւ ցեղային հայրու Լեռնային Արցախի մեջ գտնվող իրենց տուները վերադառնալու իրավունքը։
Թերևս 2025 թվականի դեկտեմբեր 18-ի ԱՄՆ 119-րդ գումարման կոնգրեսին ներկայացված օրենքի նախագիծը հստակ պահանջներ կսահմանե Բաքվի նկատմամբ։ Փաստաթուղթի երկրորդ բաժնի մեջ ամրագրված 5 առանցքային կետերով ԱՄՆ օրենսդիր մարմինը Բաքվի հետ հարաբերությունները կպայմանավորե, բարդավորեցնելով վերջինիս ճանաչել ցեղային հայերու Լեռնային Արցախ վերադառնալու իրավունքը, ինչպես նաև երաշխավորել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Կարևոր է արձանագրել, որ փաստաթուղթը Բաքուն կբարդավորեցնե ճանաչել ցեղային հայերու Լեռնային Արցախի մեջ գտնվող իրենց տուները վերադառնալու իրավունքը և բարդավորվել պահպանելու հայկական մշակութային և կրոնական վայրերը Լեռնային Արցախի մեջ, պահպանել համատեղ հռչակագրով ստանձնած իր բարդավորությունները, ամբողջությամբ դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքեն, անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիները։ Թատրեցնել Հայաստանի նկատմամբ թշնամական գործողությունները։ Կարևոր է նաև արձանագրել, որ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը օրենքի ընդունումեն 180 օր ետք, ապա նաև դարեկան հիմքով բարդավոր է Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովներուն զեկուցել, թե Բաքվի կառավարությունը արդյոք էական քայլեր ձեռնարկած է սահմանված 5 կետերու իրականացման ուղղությամբ։ Եթե պաշտպանության քարտուղարը չկարենա նման հաստատում ներկայացնել, ապա այդ տեղեկատվական տրամադրման վերջաժամկետեն ոչ ուշ քան 14 օր ետք պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տրամադրվող ԱՄՆ-ի անվտանգային աջակցության անհապաղ վերանայում, գնահատելու Հայաստանի զսպման և ինքնապաշտպանական կարողություններուն մեջ առկա բացերն ու կարիքները։ Հարգելի հայրենակիցներուն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։ Մարտի 2-ին Հեզբոլլահի և Իսրայելի միջև պատերազմի սկիզբեն ի վեր իսրայելյան հարվածները Լիբանանի մեջ ավելի քան 3000 մարդու մահվան պատճառ դարձած են։ Այս մասին հայտնած է երկրի առողջապահության նախարարությունը։ Մարտի 2-ին մայիսի 18 ժամանակահատվածին հարձակման զոհերու ընդհանուր թիվը կկազմե 3020 նահատակ և 9273 վիրավոր։ Ապրիլ 17-ին Իսրայելի և Լիբանանի միջև զինադադար հաստատված է, սակայն մարտական գործողությունները դեռ կշարունակվին։ Մայիս 18-ին Ախալքալակի մեջ նշված է ազգային դարազի տոնը։ Միջոցառման մասնակցած են շրջանի տարբեր գյուղերեն ժամանած պարային խումբեր։ Անոնք հավաքված են Ախալքալակի կեդրոնը մշակույթի տան դիմաց ազգային գեղեցիկ հագուստներով։ Բոլոր խումբերը միասնական ազգային բառ ներկայացուցած են, որ մեծ քայլերթով ուղղված են դեպի Ախալքալակի գավառագիտական թանգարան։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։